Ողջույն մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, ինչպե՞ս եք։ Ասում են լավ օրը սկսում է լավ տրամադրությամբ։ Մեր մասնակիցների պարագայում նաև համեղ պաղպաղակով։ Այս անգամ նրանք հյուրընկալվել են մեր շատ սիրելի գործընկեր Փինբերի գործարանում, որտեղ ոչ միայն ծանոթացան արտադրության գաղտնիքներին, այլ նաև վայելեցին ամենաքաղցր պահերն ու համերը։ Եկեք տեսնենք, թե ինչպես անցավ նրանց քաղցր այցը։ Աշխատակիցները սկսում են դասավորել դատարկ վաֆլեկոնները։ Պաղպաղակները խողովակների միջոցով լցվում են դատարկ վաֆլեկոնների մեջ ու մտնում են սառնարան։ Սառնարանում պտտվում են 40 րոպե, որից հետո դուրս են գալիս երկրորդ հատվածով։ Սկսում են փաթեթավորվել ու աշխատակիցները դրանք դասավորում են դատարկ արկղերի մեջ։ Հետո ուղարկում են տարբեր խանութներ վաճառքի։ Պետք է փորձենք պաղպաղակը ու գուշակենք պաղպաղակի համը։ Սկսենք։ Ում ուսին դիպչում եմ ինքը վերանը բացի, հա։ Ասեմ։ Ահա։ Ելակ։ Ապրեք։ Այսօր հյուրընկալել էինք Got Talent Հայաստան նախագծի մասնակիցներին եւ անձնակազմի անդամներին։ Պտտվեցին արտադրամասում, ծանոթացան արտադրական պրոցեսին եւ հզորություններին եւ իհարկե համտեսեցին համեղագույն պաղպաղակ։ Շատ ուրախ էինք հյուրընկալության համար եւ առհասարակ ուրախ ենք այս նախագծում մեր մասնակցության համար։ Մաղթում եմ մասնակիցների նորանոր հաջողություններ նախագծին ծաղկում եւ կարծում եմ, որ այսօրվա մեր տուրը նրանց շատ դուր եկավ։ Տեսակ, վերջապես կայացավ մեր վերջին շքեղ գալա համերգը։ Տեսնելով ամենասպասված եթերի դիտելիությունն ու ձեր ջերմ մեկնաբանությունները, վստահ եմ, որ վայելել եք։ Դե իսկ ես չէի կարող ձեզ թողնել առանց ետնաբեմյան եռուզեռի։ Եկեք վերջին անգամ միասին տեսնենք, թե ինչ էր կատարվում կուլիսներում մինչև համերգի սկսելը։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունը, իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով, շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Նարա, ինչպես ես, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ եմ, շատ բարձր է իմ տրամադրությունը, քանի որ այսօր ֆինալի գալա համերգն է եւ իմանալու ենք ով է հաղթել։ Իսկ քո կարծիքով Ես չեմ կարող ընտրել, որտեղ ամեն մեկս ունենք յուրահատուկ տաղանդ եւ ամեն մեկս ցույց ենք տվել մեր ամենը, որ ինչ կարողացել ենք։ այսօր ինչ ես հասցրել անել մինչև փորձերը Շանթի։ Հասցրել եմ գնալ մազերս են սարքել, գրիմ են արել եւ եկել եմ այստեղ փորձի։ Ես առաջարկում եմ փոքրիկ խաղանք։ Այստեղ ես գրել եմ ձեր անունները։ Դուք հասցրել եք, չէ՞ իրար ճանաչել։ Այո, շատ լավ ենք ճանաչում իրար։ Դուք կպտտես անիվը եւ տեսնենք ում անուն ենք դու դու կփորձես իրեն բնութագրել կամ իր տաղանդը, հա։ Դարի պտտենք։ Իմ կարծիքով Հրաչյան շատ տաղանդավոր է, քանի որ նա եւ ինքնուսը եւ 2.5 տարում հասցրել է այսպիսի լավ մեծ որակով նվագել եւ բարի է, շատ ընկերասեր է նաեւ։ Շատ ուրախ եմ, ոգևորված եմ, քանի որ շատ բոմբաստիկ ելույթ ենք պատրաստել, հուսով եմ բոլորի կզարմացնենք հաստատ։ Բոմբաստիկ, այդ ինչ ելույթի մասին է խոսքը։ Ես դուետ եմ անելու Արմեն Ադոնցի հետ։ Պտտելու ես, ինչ որ մեկը քեզ ընկնելու է մասնակիցից, դու փորձելու ես իրեն բնութագրես կամ իր տաղանդը, լավ։ Դե պտտի։ Գագիկը շատ ուժեղ աճպարար, հումորով, բարի, ընկերասեր,
շատ տաղանդավոր եւ հուզիչ։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկինն առաջարկում է միշտ թարմ կաթնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կաթնաշոր, իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդար կաթնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Հրաչ, ոնց ես, ինչ տրամադրությամբ ես այսօր արթնացել։ Դրական։ Այստեղ Անուշի անունն է գրված։ Դու Անուշին բնութագրելու ես մի քանի բառով կամ էլ իր տաղանդը։ Դե Անուշը նվագում է դհոլ։ Այդ նրանով է լավ, որ ազգային գործիք է նվագում, ինչը իրեն բավական շատ հանդիսատեսի սեր է բերում։ Իսկ իրեն ինչպես կբնութագրես, ինչպիսի մարդ է Անուշը։ Շփվել եք, չես ընթացքում իրար հետ։ Լավ մարդ է, շատ բարի, շատ աշխույժ նաև։ Շատ լավ եմ, բարձր տրամադրություն ունեմ, լարված պահ է արդեն, շուտով կիմանանք հաղթողի անունը։ Այսօր ելույթ ենք ունենալու երաժշտական մասնակիցներով։ Քանի որ նշեցիր, որ մի քանի մասնակիցների հետ եք ելույթ ունենալու, այս ընթացքում ացրել եք, չէ՞ իրար ճանաչել, ընկերանալ։ Այո, բոլորն էլ դարձել են իմ ընկերները։ Ես շատ ուրախ եմ, որ իրենց հետ ծանոթացա։ Բոլորն էլ լավ մարդիկ են։ Ես առաջարկում եմ մի խաղանք։ Դե Ստելան շատ ճարպիկ աղջիկ է, շատ կրակ աղջիկ է բեմի վրա։ Շատ շփտեր ես, պայծառ։ Pinkberry ամենավառ նորույթն արդեն այստեղ է։ Ruby վանիլային համեղագույն պաղպակ պատված Ruby վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունագեղ ու խրթխրթան գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով Ruby-ն սպասում է քեզ, որպեսզի օրը դարձնի ավելի քաղցր եւ գունավոր։ Ruby, նոր հրաշք, նոր համ, նոր վայելք, վաճառվում է ամենուր։ Հրաշքներով լի է տրամադրությունը շատ հրաշալի ու սպասողական այդ լարվածությունը, որ անցնի գնամ մի շաբաթ քնեմ։ Իսկ ինչ ես հասցրել այսօր անել մինչև շանթ գալը։ Արթնացել եմ, սուրճ եմ խմել, պարագաներս պատրաստել եմ ու եկել։ Չնայած պատրաստվել եմ այսօրվա համարին։ Իսկ ինչ համար ես սպասում։ Ոյ, շատ իմանամ, հեսա կիմանա, կտեսնեք։ Լավ, քանի որ դու ես միշտ հնարքներ ինչ որ անում, ես էլ որոշել եմ ինչ որ խաղ խաղանք այսօր։ Հայկանի, կարող ես առանձին բնութագրել, կարող ես միասին։ Հենց հիմա կամերան շրջեք, տեսնեք, որ Հայկը այստեղ նայում է, այստեղից ես նայում Հայկ։ Բարև, ոնց ես։ Լավ, ընտիկ, դուք ասեք։ Ես եմ լավ, դե քանի հատուկ որ այստեղին եք մասնակիցը։ հենց Իմ անունն է, ընկեր։ Դե ասա, դե ասա։ Եկեք սենց անենք, ուրեմն դուք բնութագրում եք Հայկին, Հայկը Գագիկին։ Տաղանդի մասին խոսք չկա, Գագիկը շատ տաղանդավոր, շատ աշխատասեր մարդ է, ճիշտ է շատ քիչ ժամանակ ենք իրար ճանաչում մոտիկից, որպես գոլեգաներ, որպես ընկերություն ենք անում ընկերներ, համեստ, գրագետ, կիրթ մարդ է։ Հերիք չի։ Էլ չեմ գովա։ Այս արդեն կարմրը շատ քիչ ենք ճանաչում, բայց բավականին ընկերական մթնոլորտ է ստեղծվել, շատ ջերմ ընկերական կամեցող մթնոլորտ է ստեղծվել, որով Ես տեսնում եմ, որ ետնաբեմում իրար աջակցում եք բոլորդ։ կարծում եմ պահելու ենք մինչև վերջ։ HVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում HVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ Ամերիկահայ համայնքին, ամպրապնդելով Սփյուռք Հայաստան կամպը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ HVH Travel եւ ճանապարհորդությունը միավորում են տանիքը եւ ընկերներին։ Շատ լավ է, այսօր ոչ հիվանդ եմ, ոչ մի խնդիր չունեմ, այսօր շատ լավ եմ։ Ինչ մտքով եք արթնացել։ Ինչ մտքով։ Որ այսօր շատ հրաշք օր ալնելու, ցավոք վերջանում է, որովհետև չգիտեմ, ամեն օրը իր հետաքրքրությունը, իր լավ հիշողությունն է թողել,
Մինչ քեզ ինձ վերցնելը մենք արդեն հասցրինք մյուս մասնակիցների հետ խաղ խաղալ։ Ընտրելու եք այստեղ մասնակիցներից որևէ մեկին եւ բնութագրելու եք։ Տիգրանը։ Տիգրան, առաջինը Տիգրան անունը իմ համար շատ թանկ անուն է։ Տիգրան մեծի պատվին, իմ հենց տղայի անունը դրել եմ Տիգրան։ Ու մեր Տիգրանն էլ, մասնակից Տիգրանն էլ հրաշք մարդ, տաղանդավոր տղա։ Իրան շատ մեծ ապագա է սպասում, իրան չի դա ամենալավ բաներն եմ իրան ցանկանում, ինքը ոսկի մարդ է։ Քիչ հետո իմանալու ենք արդեն հաղթողի անունը, երկար տևած այս նախագիծը արդեն իր ավարտին է մոտենում, ինչպիսին են ձեր տպավորությունները, Անդրե, ինչ ակնկալիքներ ունեիք ու արդյոք դրանք արդարացան նախագծի հետ կապված։ Ես կարծում եմ, որ այո, մենք ունեցանք հզոր նախագիծ, հզոր մասնակիցներով, շատ տաղանդավոր մասնակիցներով եւ ես կարծում եմ, որ այն եզրափակիչը, որը մենք ունեցանք, հավասար է միջազգային եզրափակիչների, որովհետեւ մեր 8 մասնակիցները ամեն մեկը փայլեց իր տաղանդով, իր տեսակով եւ տարբերվելով մեկը մյուսից։ Իսկ կա ելույթ, որը կառանձնացնեք, որը ձեզ ամենաշատն է տպավորել։ Երևի ես կառանձնացնեմ Գագիկի իլյուզիոնիստի վերջի ելույթը, որը ուղղակի ցնցող էր։ Հուզեց։ Բոլորին հուզեց եւ ցնցեց բոլորին։ Դա ես կարծում եմ, որ հայկական իրականության մեջ դեռ նման բան չէր եղել։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Անուշ, ոնց է տրամադրությունը։ Լավ, ուրախ, լավ քնել եմ, հանգստացել եմ եւ լիքը փորձեր եմ արել ու հասցրել եմ գալ այստեղ, որ միատել այստեղ փորձեր անենք ու արդեն պատրաստ ենք համերգի։ Դուք ոնց եք։ Ես էլ եմ շատ լավ, անհամբեր սպասում եմ հաղթողի անունի բացահայտմանը։ Ըստ քեզ ով է լինելու։ Չում կարող ասել, քանի որ բոլորը տարբեր ժանրերում են հանդես գալիս եւ բոլորը իմ ընկերներն են։ Մինչեւ քեզ փոքրիկ խաղ խաղացինք ու քեզ մնացել է նառան։ Դու բնութագրելու ես մեր նառիչկային, ինչու՞ չէ նաեւ իր տաղանդը։ Դե մի քանի բառով։ Նորան իմ համար շատ փոքր աղջիկ է, որը իր մեծ գործիքով կանոնով բոլորի սիրտը գրավեց հենց առաջի հայացքից։ Շատ ուրախ եմ, որ իր հետ էլ ծանոթացա, քանի որ կարծում եմ, որ կանոնը հենց այն գործիքն է, որը իրեն շատ սազում եւ համապատասխանում է։ Ես այստեղ տեսնում եմ մասնակիցներ, ովքեր նաեւ նախագծից դուրս են։ Խաչիկ ողջույն։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, ինչ եք անում այստեղ։ Ելույթ եք ունենալու։ Հա, պատրաստվում ենք ելույթ։ Ինչ ելույթ։ Թող գաղտնիք լինի։ Եթերի ժամանակ կտեսնենք։ Ոնց է տրամադրությունը։ Ֆանտաստիկ։ Հա, Դույն, ընտիր։ Անի, ոնց կբնութագրես այն ճանապարհը, որ անցել եք նախագծում ու մասնակիցների հետ այդ շփումը, այդ միջավայրը։ Վայ, ահա որ։ Ահա որ լավ։ Շատ լավն է, շատ ջերմ է։ Անենց լավ էմոցիաներով եմ։ Չեմ կարա բառերով նկարագրեմ, ինձ թվում է, մանավանդ այս պահին sense հուզմունք կա։ Նախապատրաստական աշխատանքն է։ Ո՞վ է ձեր ֆավորիտը։ Բոլորը։ Ինչի մասն է խոսքը։ Հայկս։ Հուզվեք։ Մի հուզվի Հասմիկ։ Հասմիկ, ողջույն, ոնց եք։ Շատ լավ, դուք։ Ես լավ եմ, ովքեր չգիտեն, Հասմիկը ամբողջ նախագծի ընթացքում ապահովում էր մեր մասնակիցների գեղեցիկ կերպարները, չէ։ Այո, իհարկե թիմային աշխատանք էր, մասնակիցներ կային, որոնք իրենց հագուստներով էին, ու հիմնական մասը արդեն այստեղ էր կարվում, պատրաստվում, վերջնական տեսքի բերվում։ Բոլոր մասնակիցներին կարող եմ ամեն մեկից առանձնացնել որևէ կերպար, որը ամենաշատն եմ հավանել, բայց կարծում եմ, որ բոլորի մոտ ստացվել է։ Մեր մասնակիցները նախագծի ողջ ընթացքում փայլեցին ոչ միայն իրենց տաղանդով, այլ նաև շքեղ տեսքով եւ
մանրակրկիտ մտածված կերպարներով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել նրանց կերպարների ստեղծման գործում։ Հա, ի դեպ, նրանց բոլորի դիմահարդարումն ու վարսահարդարումը ապահովում է Ոճաբան կոլորիս վարսահարդար Լուսինե Գասպարյանի թիմը։ Ի դեպ, մեր տաղանդաշատ ֆինալիստները եզրափակչի նախօրեին պատմել են իրենց տպավորությունների եւ զգացողությունների մասին։ Եվ մինչ գալահամերգին հետևելը առաջարկում եմ մի փոքր ամփոփել այն ճանապարհը, որով անցան մեր սիրելի մասնակիցները նախագծում։ Շատ պատասխանատու ու շատ ուրախ, շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել իրականում։ Շնորհակալ ենք, որ հասել ենք եզրափակիչ, շնորհակալ ենք, որ այս ճանապարհին գնահատվեց մեր աշխատանքը, տաղանդը։ Ամեն նկարահանում, ամեն փուլ, ամեն աշխատանք ել ավելի պատասխանատու, ել ավելի բարձր, ել ավելի պահանջկոտ փուլ ա եղել մեր համար։ Նախագիծը մեզ տվել է մարդկանց ամենակարևորը, բարձրագույն արժեքը, նոր կապեր, նոր ընկերներ, ֆանտաստիկ հիշողություններ, որոնք միշտ կմնան մեզ հետ։ Այս այն հարթակներ, որտեղ ունեցանք շատ հետաքրքիր ու շատ լավ պահեր, ոչ միայն բեմում, այլ նաև ետնաբեմում։ Եզրափակչում արդեն թույլ մասնակիցներ չկան ու մեզ համար յուրաքանչյուրն են հաղթող։ Ես կասեմ շնորհակալություն, շնորհակալություն բոլորին։ Պետք է նշեմ, որ դժվար փուլերի մեջով մենք բոլորս էլ անցել, որ հասել ենք այս եզրափակիչ փուլին, ով անցել է եզրափակիչ, արդեն ինչ որ չափով հաղթանակի այդ բերկրանքը զգացել է, նաև ես։ Զգացողությունները շատ խառնված, հուզված էր, մենք բոլորս ընկերներ ենք ու ես չեմ կարող առանձնացնել ինչ որ մեկի անունը, որ կհաղթի։ Այս նախագծի այն մասը սիրեցի, որ ես կարողացա ներկանալ որպես աղջիկ դհոլահար ու կարծում եմ կարծրատիպ կոտրեցի։ Ես դες բոլորի շատ շնորհակալ եմ ու ես չեմ մոռանա այս ամեն ինչը իմ ողջ կյանքի ընթացքում։ Ես երազում էի մասնակցել ինչ-որ նախագծի եւ իմ երազանքը կատարվեց։ Որ եկա նախագծի առաջին օրը, շատ լարված էի եւ մտածում էի ինձ կընդունեն թե ոչ։ Տեսա, որ ընդունեցին, տպավորությունները շատ լավն էին, որովհետև եւ ժյուրիների խոսքերը եւ իմ այդ շրջապատը շատ բարի էր։ Շատ լավ են զգացողությունները, շատ տպավորիչ եւ շատ ուրախ եմ, որ անցել եմ եզրափակիչ փուլ։ Նախագիծը ինձ տվել է ավելի շատ վստահություն, նոր ընկերներ, շատ եմ կարոտելու, որտեղ ինձ այս միջավայրը շատ է դուր եկել։ Իմ կարծիքով բոլորն էլ շատ լավն են, ես չեմ կարող ընտրել։ Թող հաղթի ուրախագույնը։ Եզրափակիչ փուլում եմ զգացողությունները չգիտեմ ինչպես բացատրեմ։ Դժվար նախագիծ էր, ես շատ ուրախ եմ, նաև ուրախությունից լաց եղա, երբ ասեցի, որ եզրափակիչ փուլ եմ հասել։ Այս նախագծում ես ձեռք բերեցի շատ եւ լավ նոր ընկերներ։ Դե իհարկե բոլոր մասնակիցներն շատ հետաքրքիր տաղանդներ ունեն, բոլորն էլ արժանի են ինձ թվում է հաղթանակի։ Իմ սրտի մեջ մնալու է բոլոր իմ լավ ընկերները, շատ լավ մարդիկ եւ իհարկե հիշողությունները, որ ինչ ասեց ինձ ժյուրին, ստեղ ինչ էր կոտ։ Ես ուղղակի այս նախագծից ամեն ինչ կհիշեմ։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի եւ ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գadgetներ եւ աքսեսուարներ, ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապարիկ պայմաններ։ Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Damat Twin բրենդը, որը նախագծի ժյուրին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Կրեք Damat Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Իսկապես այս ամիսների ընթացքում միասին անցանք մի գեղեցիկ եւ ձեռքբերումներով լի ճանապարհ, առաջին լսումներից մինչեւ եզրափակիչ փուլ։ Բայց ես ձեզ դեռ հրաժեշտ չեմ տալիս։ Մենք հանդիպելու ենք հաջորդ շաբաթ, որպեսզի միասին ամփոփենք եզրափակիչ գալա համերգը եւ միասին հետևենք հաղթողի բացահայտման ամենաանկեղծ հուզիչ պահերին նաեւ կադրից դուրս։